Հայերենի ուղղագրությունը, սիրելի աշակերտներ, ուղղագրությունը կետադրությունից էլ հեշտ է։ Դրա համար կետադրությունը սովորեցինք 4 րոպեում, ուղղագրությունը կսովորենք 3 րոպեում։ Հինավուրց, դողերոցք, ամբարիշտ, աղջամուղջ, դիցուկ, այս բառերը դուք պիտի սովորեք մենակ մի դեպքում, երբ դուք անվրույր եւ սուզածառոտ էակներ եք։ Եթե դուք նորմալ մարդ եք, ձեզ այդ բառերի գրությունը պետք չի։ Ձեզ պետք չի ոչ մի օրենք, ձեզ պետք չի ոչ մի կանոն։ Ուղղագրություն սովորելու համար պետք է երկու բան։ Առաջին, ընթերցանություն։ Մինչև մարդը չի կարդացել գոնե 40-50 հատոր գիրք իր կյանքում, ընդհանրապես ոչ մի ուղղագրական կանոնի կարիք մարդը չունի։ Բայց ընթերցանությունը ձեր վրա կունենա հիմարացնող ազդեցություն, ինչպես հիմա ամբողջ երկիրը լցված է հիմար ընթերցասերներով, որոնք լիքը գիրք են կարդացել, բայց ոչ մի բանի ունակ չեն։ Դուք էլ նույնը կլինեք, եթե չդնեք նպատակ։ Ուրեմն առաջին քայլը նպատակ դնելն է, հետո կարդալ այնպիսի գրականություն, որը ծառայում է ձեր նպատակին։ Ուղղագրությունը նախ եւ առաջ սովորում են աչքով, հետո նոր սովորում են ուղեղով։ Ձեր կարծիքով, երբ որ ձեր դասատուները վերցնում են եւ ձեր ուղղագրական սխալները գտնում են, ձեր կարծիքով տեսնում են, երբ բառը փ-ով եք գրել, միանգամից հիշում են ԲՊՓ-ի ուղղագրության կանոնը, ոչ։ Իրենց աչքն է տեսնում ձեր սխալը, որովհետեւ բառը ունի պատկեր։ Գրավոր բառը պատկեր է։ Աչքը տեսնում է, որ պատկերը խեղաթյուրված պատկեր է եւ ուղեղը հետո անալիզ է անում, թե ինչն է խեղաթյուրված, գտնում է ուղղագրական սխալը։ Դրա համար եմ ասում, եթե դուք հրաժարվում եք գիրք կարդալ կամ ինչ-ինչ պատճառներով չեք սիրում, չեք կարողանում գիրք կարդալ, առհասարակ պետք չի ուղղագրություն սովորել, երբեք դուք ուղղագրությունը չեք հաղթահարի, պետք էլ չի որ հաղթահարեք։ Բազմաթիվ մարդիկ կան, որոնք ուղղագրությունից շատ թույլ են, բայց հասել են հսկայական հաջողությունների։ Ասածս այն է, որ ուղղագրություն իմանալը ցանկալի է, բայց չիմանալը դեռ չի նշանակում լինել դատապարտված։ Երկրորդ քայլը ոչ թե վերցնում եք եւ սկսում եք առանձին բառերի գրություն սովորել, այլ սովորում եք միայն ձեր ակտիվ բառապաշարը։ Ինչ եք անում։ Վերցնում եք եւ գրում եք ինչ որ մի տեքստ, ոչ թե շարադրություն, ինչպես ես ամառ անցկացրեցի տատիկիս տանը, այլ Facebook-ի որևէ չաթ, որևէ նամակ, որևէ գրավոր տեքստ, երբեք դուք կարիք ունենում գրավոր տեքստի։ Գրում եք որևէ տեքստ, գրում եք այնպես ինչպես ուզում եք, անում եք այնքան սխալ, ինչքան անում եք, որևէ խնդիր չկա։ Որից հետո ձեր տեքստը ցույց եք տալի հայերենի մասնագետին եւ մասնագետը նշում է ձեր տեքստում արած սխալները։ Դուրս եք գրում բոլոր այն բառերը, որոնք ձեր ամենօրյա օգտագործվող բառերն են։ Դուք եք այդ բառերը օգտագործում, ձեր ակտիվ բառապաշարն է։ Եվ սովորում եք միայն այդ բառերի գրությունը առանց որևէ օրենքի։ Վերցնենք օրինակ շփվել բառը։ Եթե դուք անընդհատ օգտագործում եք շփվել բառը, հիշեք, որ շփվել բառը գրվում է փ-ով, բայց դուք երբեք շփվել բառը չեք գրի բ-ով, եթե դպրոցում այդ ապուշ կանոնները ձեզ սովորացրած չլինեին, եւ ձեր ինչ-որ մի բան չհիշեք, որ կան բառեր, որ լսվում են փ, գրվում են բ, դրա համար երևի շփվելն էլ է լսվում փ, գրվում բ։ Շփվել բառը բոլորը կգրեին փ-ով։ Երբ բառը գրվում է բ-ով, երբեք դուք չեք անի երբ բառում սխալ, եթե 50 հատոր գիրք կարդաք ձեր կյանքի ընթացքում, որովհետև հենց գրեք փ, միանգամից ձեր աչքը կտեսնի սխալը, առանց որևէ կանոն իմանալու։ Ամփոփենք, դնում եք նպատակ, կարդում եք գրքեր, որոնք ձեզ տանում են դեպի այդ նպատակը, որից հետո վերցնում եք ձեր առօրյայում գրած տեքստը, դուրս եք գրում բոլոր այն բառերը, որոնք սխալ եք գրում, սովորում եք միայն այդ մի քանի տասնյակ բառերի գրությունը եւ վերջ։ Այդպես վարվում եք տարին 1-2 անգամ եւ մի քանի տարի հետո դուք իդեալական անսխալ կգրեք հայերեն տեքստ։